Այսօր ամենակնարկվող թեման ասեղային թե լազերային մազահեռացում, երկուսից որը ինչ առավելություն եւ թերություն ունի կամ առհասարակ որն է ավելի արդյունավետ։ Եկեք տարբերությունները հասկանանք։ Սկսենք լազերային էպիլյացիայից, հա, արագ է, այսինքն միանգամից կարող եք մարմնի մի քանի հատվածի մազերից ազատվել կարճ ժամանակահատվածում։ Ի տարբերություն ասեղային մազահեռացման, որ յուրաքանչյուր հատվածի համար երկար ժամանակ անհրաժեշտ, որպեսզի ազատվեք տվյալ հատվածի մազերից։ Երկրորդ առավելությունը լազերային մազահեռացման համեմատաբար անցավ է կամ լրիվ անցավ է, ժամանակակից սարքավորումները ունեն հովացնող համակարգ, այդ համակարգի շնորհիվ։ Հիմա խոսենք ասեղային մազահեռացման մասին։ Ասեղային մազահեռացումը ունի մի հատ մեծ առավելություն, որ ամբողջ աշխարհում հաստատված է, որ մազերից կարող եք ազատվել ընդմիշտ եւ այլևս կրկնելու այցելությունները կրկնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի մազերից ազատվեք։ Ի տարբերություն լազերային մազահեռացման, որ որոշ ժամանակ անց անհրաժեշտություն է ստեղծվում, որպեսզի մազերից ազատվեք։ Որովհետև լազերային մազահեռացման դեպքում մազերից ազատվում ենք ոչ թե ընդմիշտ, այլ մազերը կարելի է այսպես ասել քնում են եւ երբեմն արթնանում են եւ անհրաժեշտություն է լինում նորից մազերից ազատվել։ Եվ այսպիսի մի նրբություն կա, այդ մազերը հնարավոր է աճեն դանդաղ կամ հնարավոր է աճեն միանգամից, հնարավոր է աճեն 3 ամիս անց, հնարավոր է աճեն մի քանի տարի անց եւ ամենակարևորը հնարավոր է ընդհանրապես չաճեն։ Այսինքն ամենամեծ ռիսկը դա օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններն են, որ դրանից հետո լազերային մազահեռացումից հետո կարող է նորից մազերը աճել այն հատվածում, որտեղ որ կատարվել է մազահեռացում։ Ի տարբերություն ասեղային մազահեռացման, որ նույնիսկ հորմոնալ փոփոխություններից հետո տվյալ հատվածում, որտեղ աշխատել են, այլևս մազերը չեն աճում։ Ասեղային մազահեռացումը արդյունավետ է բոլոր տեսակի մազերի համար, ի տարբերություն լազերային մազահեռացման։ Եթե լազերային մազահեռացումը կատարվում է հիմնականում մեծ մասամբ մուգ մազերի դեպքում, թերմինալ մազերի դեպքում, որովհետև լույսը ազդում է պիգմենտի վրա։ Եթե չկա պիգմենտ, բնականաբար արդյունավետություն չի լինելու։ Աղվամազերը, բաց մազերը, այն հատվածներում, որ ես հաճախ նշում եմ, մեջ, պարանոց, դեմք, այդ հատվածները մեծ մասամբ աճում են աղվամազեր։ Այդ հատվածի մազերը, աղվամազերը հիմնականում գտնվում են մաշկի մակերեսին եւ ունենում են սպիտակ գույնի փոքր ֆոլիկուլներ։ Այդ պատճառով էլ լազերային մազահեռացումը արդյունավետություն չունի այդ տեսակի մազերի հետ։ Եւ ասեղային մազահեռացման առավելությունը ստացվում է այստեղ, որ բոլոր տեսակի մազերից կարող եք ազատվել եւ մարմնի բոլոր հատվածի մազերից կարող եք ազատվել ընդմիշտ։ Հաջորդը այցերի հերթականությունը։ Լազերային մազահեռացման դեպքում պետք է կանոնավոր այցեր ունենալ որոշակի ժամանակը մեկ։ Մասնագետներ կան նշում են 20 օրը մեկ, մասնագետներ կան նշում են 40 օրը մեկ, 30 օրը մեկ, հա, տվյալ սարքի ու մասնագետի որոշմամբ է, թե ինչ հերթականությամբ։ Եվ ի տարբերություն լազերային մազահեռացման, ասեղային մազահեռացման դեպքում պարտադիր չէ կոնկրետ ժամանակում այցելությունները։ Այսինքն, եթե այսօր ազատվել եք մազերից, մինիմալը սպասում եք 30 օր, հետո արդեն կուզեք 1 ամիս հետո, կուզեք 3 ամիս, կուզեք 1 տարի հետո, այսինքն երբ շարունակեք այցելությունները, երբ ունենաք գումար եւ ժամանակ, արդյունավետության վրա չի ազդում։ Կարող եք հաջորդ այցը կատարել, երբ որ ձեզ ժամանակ եւ գումար ունենա։ Ի տարբերություն լազերային մազահեռացման, որ պարտադիր պետք է լինի կանոնավոր այցեր։ Ֆինանսական տեսանկյունից լազերային մազահեռացման դեպքում սկզբում ստացվում է ավելի բյուջետային, որովհետև մարմնի մեծ հատվածներից կարող եք X գումարով ամբողջությամբ ազատվել։ Ի տարբերություն ասեղային մազահեռացման, որ ամեն մազը առանձին է հանվում
եւ ֆինանսական առումով ծախսատար է։ Բայց լազերային մազահեռացման դեպքում առաջին այցից մինչև վերջին այցը, որը հիմնականում տևում է 7-ից 15 այց, գումարը ֆիքսված է, այսինքն առաջին այցի եւ վերջին այցի ժամանակ հիմնականում նույն գումարն եք վճարում։ Իսկ ասեղային մազահեռացման դեպքում ինչքան ակոսյան մաս կա, ըստ դրա ժամանակա օգտագործում ու սկզբի համար վճարում եք մեծ գումարներ։ Բայց ի տարբերություն լազերային մազահեռացման ամեն այցի ժամանակ մազերը կրճատվում են, բնականաբար կրճատվում է նաև ժամանակը եւ գումարը։ Այսինքն վերջնական ամփոփենք, լազերային մազահեռացումը արագ է, անցավ է, միանգամից կարող եք մարմնի բոլոր հատվածի մազերից արագ ազատվել, ֆինանսական առումով սկզբում բյուջետային է, այսինքն մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն չկա։ Ասեղային մազահեռացումը կարող եք ազատվել մարմնի բոլոր հատվածի մազերից, բոլոր տեսակի մազերից ազատվում եք ընդմիշտ, այցելությունները կրկնելու անհրաժեշտություն չկա հետագայում։ Մազերից կարող եք ազատվել, երբ ձեզ հարմար է, այսինքն երբ ունեք ժամանակ եւ գումար, կարող եք ազատվել հատված։ Եվ ամենակարևորը արդյունքը, ովքեր որ սպասում են, որ ունենան մշտական արդյունք, օգտվում են, պետք է ովքեր որ ցանկանում են մազերից ազատվել մշտական, այսինքն ոչ հորմոնալ փոփոխությունները, ոչ հղիությունը, ոչ տարիքը, ոչ մի գործոն չազդի մազերի վրա, մազերից ընդմիշտ ազատվեք, կատարում եք ասեղային մազահեռացում։ Իսկ ովքեր որ ցանկանում են մազերից ազատվել որոշակի ժամանակ կամ մեծ մասամբ մուգ հաստ մազերից կրճատում են դառնան բաց ավամազեր, աննկատելի մազեր, արդեն հարմար է լազերային մազահեռացումը։ Եթե օգտակար էր, հավանեք, եթե որևէ կարծիքի հետ համաձայն չեք, գրեք մեկնաբանությունների մեջ քննարկենք։